Բարև ձեզ, ես Էրիկն եմ, Տավուշի մարզի գյուղ Բերթավանից եմ ու հենց մեր գյուղում հիմնել եմ Բերթավան հյուրատունը։ Մեր հյուրատանը կից հիմնել ենք այգի, որը ինքը իր մեթոդիկայով տարբերվում է, ունիկալ է։ Մեթոդը կոչվում է պերմանենտ ագրոկուլտուրա, ուղղված է բնության մեջ գործող սիստեմաների ինտեգրմանը գյուղատնտեսության մեջ։ Իրանց ենթադրում է հողի լանդշաֆտի դիզայնի փոփոխում, կարողանում ենք այնպես անել, որ ջրի խնայողությունը ավելի լավանա։ Կամ օրինակ ազոտ ֆիքսող բույսերը համադրում ենք սովորական ծառերի հետ, որը թույլ է տալու մեզ տարբեր տեսակի արհեստական պարարտանյութեր չօգտագործել ու միայն բնական ճանապարհով այդ ամեն ինչը ապահովել, պարարտացումը։ Իսկ այդ բույսերը իրանք հերթին բարձրարժեք են, որոնք որ ապահովում են երկրորդային եկամուտ։ Պերմակուլտուրան ինչ առավելություն է տալի գյուղատնտեսության մեջ։ Հողի հետ ճիշտ աշխատելու շնորհիվ չի առաջացնում փորելու կարիք, այսինքն մենք ամեն տարի հողը չենք փորում, ուղղակի մեր հողը փխրուն է սուտեն հաշվին, որ մշակելու ձևը ինքը տարբերվում է ու հողը միշտ փխրուն է։ Աշխատատարությունը գնալով քիչանում է, այսինքն սիստեման համակարգ հավաքելուց հետո բույսը մեկը մյուսին պարարտացնում է, իսկ մյուս բույսը պաշտպանիչ ֆունկցիա կատարում, որի հաշվին թունաքիմիկատի փչելու կարիք չկա, դա ծախսի նվազում է, իսկ մյուս կողմից նաև աշխատատարության նվազում է, որովհետև մենք ամեն անգամ ինչ-որ ձեռքով գործունեություն չենք անում, որպեսզի սրստենք։ Նախկինում աշխատում ենք 3 ժամ օրվա ընթացքում, միջինացված, իսկ հիմա աշխատում ենք 30 րոպե միջինում։ Կենսաբազմազանությունն է, որ երբ որ թույնակիմիկատ չես փչում, սկսում են այդտեղ բոլոր տեսակի միջատները գալ, որից հետո արդեն գալիս են իրենց գիշատիչ թռչունները ու դառնում է համակարգ, որ ինքնակառավարվում է։ Բոլոր բույսերը փոխգործակցության մեջ են, համագործակցության մեջ են, մեկը մեկին օգնելու, մեկը մեկին պաշտպանելու հաշվին։ Եվ որ համակարգը այդպես է ստեղծվում, գյուղատնտեսությունը լինում է ավելի կայուն ու ավելի ինքնուրույն։ Առանց հողը թույնելու ու արհեստական թունաքիմիկատներ կամ պարարտանյութեր օգտագործելու մենք կարողանում ենք աճեցնել ամենահամեղ ու ամենաանարատ միրգն ու բանջարեղենը։ Impact Hub-ը մի քանի առավելություն ա տվել, նախ են որ իրանք բավականին շատ լավ ուսուցում կարողացան կազմակերպեն խորացված շրջանաձևության մասին ու դա մեզ հնարավորություն տվեց նկատել այն բացերը, որով մինչ այդ պահը մեր գործունեության մեջ չենք նկատել։ Դասընթաց կազմակերպեց բիզնես տեսանկյունից, որ մենք կարողանանք մեր գործունեությունը վերածենք բիզնես կոմպոնենտի ու նաև ինքը դրամաշնորհ էր իրենց ենթադրում, այն ինչ որ պակասում էր մեզ ավելի շրջանաձև դառնալու համար, իրանք տրամադրում են կոնկրետ այդ ինչը, իմ պարագայում դա ավտոմեքենա փիքափներ, որ մեզ թույլ է տալիս հավաքենք գյուղի այն տնտեսություններից, ովքեր որ շատ թափոններ ունեն ու չեն օգտագործում դրանք, մենք այդ թափոնները հավաքում ենք ու արդեն կիրառում ենք այգում։ Իսկ ընկի արտադրամասից մնացած սալոմի մնացորդներն են, որը կամ գնում են աղբանոց կամ այլ կերպ չեն օգտագործվում, մենք դրանք ենք վերցնում կամ տարբեր տեղերից գոմաղբ ենք հավաքում, որը որ մարդկանց տներում կուտակվել է, չեն օգտագործում, դրանք ենք բերում։ Այսինքն տարբեր թափոններ ենք հավաքում, որը որ ուրիշ այդտեղ պետք չի գալիս իրանք։ Ստացվում է ինչքան օրգանական մատերիա, ինչքան օրգանական թափոն առաջանում է, մենք դրանից պատրաստում ենք կամպոստ ու դա կիրառում ենք որպես պարարտանյութ։ Շրջանաձևությունը ոչ միայն այն է, որ ուղղակի թափոնը վերածես ինչ-որ մի հատ արժեքի ու կիրառես, այլ ինքը այս երկրագնդի ռեսուրսների պահպանման մասն է, որպեսզի անընդհատ ինչ-որ նոր միջոցներ չի ներգրավես, որին որ նաև թունավորելով քո հողը, նաև որ վճարես դրա համար հավելյալ, կարծում եմ, որ սա անհրաժեշտություն է գալու ինչ-որ մի պահից պետք է ամեն ինչ փոխվի։